Ջանիբեկ խանն ու Միրզատոլեն, կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի իմաստուն ծերուկ է լինում, նրա անունը Հասանկայգի էր, ոչ ոք հնարամտությամբ նրան հաղթել չէր կարողանում, այս բանը Ջանիբեկ խանին հանգիստ չէր տալիս, խանը շատ է ուզում հաղթել նրան, օրերից մի օր նա ծերուկին իր մոտ է կանչում և ասում. «Հեյ, Հասանկագայի, աշխարհում կա այնպիսի մի մարդ, որ չափսոսա իր անասունները և կորցնելիս չտխրի»։ Հասանկագային մտածում, հետո ասում է. «Տերին, իհարկե կա, այ իմ տղան Միրզատոլեն հեչ չի տխրում, երբ կորցնում է անասունները, և ընդհանրապես իր հարստության վրա աչք չունի»։ Հենց որ լսում է խանը այս խոսքերը, իր ջիգիտներին ասում է. «Դե շուտ սլացեք Հասանկայգիի երամակների մոտ, 10 ամենալավ ձիերը ջոկեք, առանց թամբելու էնքան քշեք, որ քրտինքի մեջ կորչեն, հետո գնացեք Միրզատոլեի մոտ, տեսեք թե նա ինչ է ասում, ու նրա ասածները եկեք հաղորդեք ինձ»։ Ջիգիտները սլանում են Հասանկայգիի երամակների մոտ, խանի հրամանը կատարելու, նրանք խլում են 10 լավագույն ձիերը և թռչելով մեջքներին այնքան են քշում, որ խեղճ ձիերը քրտինքի մեջ կորած ոտքի վրա հազիվ են կանգնում։ Միրզատոլան, երբ նրանք ետ են գալիս, հանգիստ ասում է. «Էй ցանցառներ, ինչի՞ց չթամբած ձիերը նստեցիք, ախր ձեր տաբատները թռչեցիք, գոնե տակներդ մի փալաս գցեիք»։ Ջիգիտները չեն պատասխանում, գալիս են խանի մոտ ու նրան պատմում Միրզատոլեի ասածները։ Երկրորդ անգամ է Ջանիբեկ խանը իր մոտ կանչում Հասանկայգիին ու նորից հարցնում է. «Հեյ, Հասանկայգի, աշխարհիս վրա մի այնպիսի քաջ կա, որը ոչ մի թշնամուց էլ չի վախենում»։ Հասանկայգին մտածում, հետո ասում է. «Տերին, իհարկե կա, դա իմ որդին է, Միրզատոլեն, այդպիսի քաջ ջիգիտ է նա»։ Ջանիբեկ խանը 1000 մարդ է հավաքում, բոլորին էլ զենք է տալիս ու հրամայում. «Գնացեք Միրզատոլեին գտեք ու բոլորդ միանգամից հարձակվեք նրա վրա, հետո կգաք ու ամենը կպատմեք, թե նա ինչ է արել»։ Այդ 1000 հոգին վերցնում են զենքերն ու գնում Միրզատոլեի դեմ, հարձակվում են նրա վրա, բայց Միրզատոլեն բոլորովին էլ չի վախենում, ուսից իջեցնում է հրացանը և պաշտպանվում է։ Խանի մարդիկ միայն դանակներով են զինված լինում և զենքը տեսնելով վախեցած շուռ են տալիս ձիերի գլուխները, գալիս խանի մոտ ու պատմում, թե Միրզատոլեն իրեն ինչ քաջ է պահում։ Դրանից հետո Ջանիբեկ խանը շատ ժամանակ է կորցնում, որ խելոք Հասանկայգիին ու նրա տղային Միրզատոլեին փորձելու նոր բան գտնի։ Մի անգամ իր մոտ է կանչում Միրզատոլեին, նրան հրամայում է սեղան բացեն ու ամենահամեղ կերակուրները տան։ Միրզատոլեն լուռ ու հանգիստ նստած էլ մնում է և հյուրասիրության վրա ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Խանը մտածում և ասում է. «Միրզա, բանից պարզվում է, որ դու ջիգիտների տաբատները ավելի ես ափսոսում, քան քո սեփական անասունները։ Դա ինչ բան է»։ Միրզատոլեն պատասխանում է. «Տերին, դու ճիշտ ես, պետք է ափսոսել ոչ թե տաբատը, անասուններին, այլ մարդկանց»։ Խանը լսում է ու նորից հարց տալիս. «Միրզա, ասում են բավական մեծ զորքից էլ չես վախենում, նրանց տեսել ու չես փախել, ինչ է, կյանքը քեզ ձանձրեցրել է»։ «Տերին», պատասխանում է Միրզատոլեն, «մի անգամ մենք գնացել էինք որսի, բայց ինչքան էլ որ փնտրեցինք, ոչինչ չգտանք, շատ փնտրելուց հոգնեցինք և սովածացանք, մեկ էլ հանկարծ թփի տակից մի նապաստակ դուրս պրծավ, մենք 40 մարդ էինք և բոլորս էլ լավ զինված էինք,
Սկսեցին կրակել նապաստակի վրա, բայց պարզվեց, որ սա շատ քաջն է, գլուխը չկորցրեց, ոչ մի գնդակ նապաստակին չդիպավ ու ողջ առողջ նա փախավ անտառ։ Այդ օրվանից սկսած ես ոչ մի թշնամուց չեմ վախենում։ Այդ ժամանակ խանը արդեն 3-րդ անգամ է դառնում Միրզա-Տոլեին եւ ասում. «Ես հրամայեցի սեղան բացել քո առաջ ու լավ ուտելիքներ դնել, բայց դու սեղանին չնայեցիր անգամ։ Ասա տեսնեմ, ինչու չնայեցիր»։ «Անցյալ տարի», պատասխանում է Միրզա-Տոլեն, «մենք 40 հոգով ճանապարհ ընկանք։ Շատ գնացինք թե քիչ, ճանապարհին մեր ուտելիքը վերջացավ, եւ մենք էնպես սովածացանք, որ ինչ ձեռներս ընկներ կուլ կտայինք։ Վերջապես մեզ հաջողվեց մի մարալ խփել։ Մենք կրակ վառեցինք, միսը խորովեցինք, բայց շատ չկերանք ու շատ շուտ էլ կշտացանք։ Եվ ես մտածեցի, որ բերնից մաքուր մարդուն սովն անգամ շատակեր չի դարձնի։ Ասում են, դրանից հետո Ջանիբեկ խանը այլևս փորձ չի անում որևէ բանում կասկածել ոչ Հասան Կայգիին և ոչ էլ նրա որդուն Միրզա-Տոլեին։